Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ անպայման այս տեսանյութը կիսվեք ձեր էջերում, պետք է խոսենք այսօրվա մեր իրավիճակի մասին ու շատ կարևոր է։ Հիմա մի հատ տեսեք, այս խաղաղության հարցը էլի, մի հատ ուշադիր եկեք մտածենք բոլորս միասին, սա ինչ է, այս ինչին որ մենք գնում ենք հիմա։ Սա խաղաղություն է, թե ցեղասպանության, թե խաղաղության ենք գնում, թե ցեղասպանության ենք գնում, վերջի իտոգը ինչ է ալնելու։ Հələ մի հատ ուշադիր մտածեք էլի։ Ինչի համար ուզեցի խոսեմ այսօր, քանի որ այս վերջում երկրի վարչապետը հայտարարեց ելույթում ասեց, որ ասում եք ադրբեջանցիքի հետ ինչ խաղաղություն, ոնց կարանք հարևանություն անենք, ինչ բարեկամություն, ոնց վստահենք, ասեց, որ իրանք էլ ընդեղից են ասում են հայերին ոնց վստահենք, հայերի հետ ոնց կարանք խաղաղություն կնքենք։ Այսինքն Փաշինյանը իր բերանով ասեց, որ իրանք հրաժարվում են, այսինքն Ալիևը երբեք ոչ մի ինչ-որ մի քայլ չի արել դեպի խաղաղություն մեր հետ կնքելու, ընդամենը իր դիրքերն է հզորացրել։ Եթե խաղաղություն են ուզում, իրանք եկան ինչ-որ եկել են էլ Հայաստան մի քանի հոգի իրանցից։ Բայց տեսեք, այս մեր քայլերը ինչի է տանում։ Սա տանում է ցեղասպանության, որպեսզի մենք նորից ունենանք ցեղասպանություն։ Ոնց է դա լինում, այսինքն հասարակ բան, հիմա ուր ենք գնում։ Գնում ենք մեր դիրքերի թուլացման, համարյա ամեն օր հրաժարվում ենք մեր ազգային արժեքներից, որ հանկարծ Ալիևին չնեղացնենք։ Ուրեմն եկեղեցին ահավոր վիճակի մեջ է, բաժանում ենք երկու մասի եկեղեցին, թուլացնում ենք, ամենահզոր ուժերից մեկն է եկեղեցին, էլի այդտեղ ենք բաժանում, թուլացնում ենք։ Դիրքերը հետ ենք քաշում, արդեն ինչքան կարևոր բարձր դիրքեր հետ ենք քաշել, որ արդեն հարձակման դեպքում մեր կորուստները շատ է լինելու։ Եթե մնայինք այն դիրքերում, ահագին լավ վիճակի մեջ կլինեինք։ Բանակը կրճատում ենք, այսինքն զինաթափվում ենք, կարելի ասել։ Ինչա թե Ալիևին դուր գանք, էսա չէ, Ալիևն էլ մեր թշնամին է, որոնք ասում են միա չասեք հարևան չի, հենց էլ թշնամի է։ Իրանք երբեք ոչ մի բարեկամական հարևանական հայտարարություն չեն արել այսքան վաղ։ Ալիևը ինչքան ելույթ է ունենում, մենակ Փաշինյանին ձեռը առնում, վրեն կայֆավատ ալնում, սաղ եթերներից, ինչքան հարտակներում խոսացել է։ Այն օրն էլ ասեց տնային աշխատանքը տվել եմ, հենց կկատարի նոր կասեմ։ Ասել է, չէ, այսը չեմ հորինում։ Հիմա խնդրում եմ, չասեք ես պատերազմ եմ հրում, եսի ինչեր անում, մենակ խելքից ամենա եսի ինչ վիճակում հիվանդ մարդը, այտենց մարդը դժվար ճարես, որ ասի ես խաղաղություն չեմ ուզում, պատերազմ եմ ուզում։ Մանավանդ ես երևի սաղից շատն եմ խաղաղություն ուզում, որովհետև ցանկացած իմ նման մարդ, եթե այդ ամեն ինչ իր աչքով տեսել է, երկրորդ անգամ չի ուզի հայտնվի այդ նույն տեղը։ Բայց սենց գնալով չի լինի, ես հասկանում եմ, ձեզ շատերիդ համոզել են, երևի Փաշինյանին էլ նույնը, որ անճար եք դուք անճար եք, ոչ մի շանս չունեք, խելոք ենթարկվեք ինչ ասում ենք։ Բայց այտենց չի, խաբել են, ասեմ ձեզ, խաբել են, մենք անճար չենք։ Ուրեմն ինչ ուզում եք ասեք, Հայաստանում մի 100,000 հոգի բայևոյ տղա չկա, որ պետք կլինի այդ ամեն ինչին ներգրավի պաշտպանությանը։ Բայց ասեմ, եթե սենց չկզենք, ընդհակառակը այս 5 տարի արդեն ժամանակ կորցրեցինք, փոխանակ հզորացնեինք ամեն ինչը, բանակը շատացնեինք, հզորացնեինք, մնացած դիրքերը դզեինք, բանանեինք, որպեսզի այդ պատերազմը չլինի, թշնամին չուզենա հարձակվի մեր վրա։ Այսինքն վախենա, ճիշտ է, կարող է, եթե շատ մեծ ուժեր կիրառի, կորուստներ տա, կարողանա հարձակվի Հայաստանի վրա, մեծ վնասներ հասցնի։ Բայց եթե հասկանա, որ իր վնասները շատ է, գինը շատ թանկ է, դա չի անի արդեն։ Իսկ այս ձևով դիրքերը թուլացնելով, ինքը հանգիստ արդեն քիչ կորուստներով կարա հանգիստ իր խնդիրը կատարի։ Դրա համար փոխանակ ուժեղացնենք, շատացնենք, համախմբվենք, եկեղեցին տեսեք ինչ է կատարվում, համախմբվելու տեղը եկեղեցին ենք սկսել կիսել երկու մասի, քիչ ամնում երկու հատ կաթողիկոս ունենանք արդեն։ Սրա փոխարեն մենք գնում ենք թուլացման, գնալով ու ասեցի չէ, Փաշինյանն էլ ասեց, որ իրանք ասում են, որ հայերի հետ ոնց խաղաղություն կնքենք, մենք հայերին չենք վստահում։ Բա որ չեն վստահում, վերջել չկա խաղաղություն։ Եթե խաղաղություն են ուզում, ասեմ, առաջի այդքան ասել եմ, բայց մի հատ էլ ասեմ, եթե իրանք ուզենային մեր հետ մի փոքր խաղաղության միտք ունենային Ալիևը, Ադրբեջանը,
Առաջինը գերիներին բոլորին հետ կտային։ Այդ հարցը դուք չեք լուծում։ Այդ հումանիտար հարցը հումանիտար ամենակարևոր։ Գերիներին եւ անհետ կորածներին ման գալը, այսինքն գերիները սաղ հետ են գալիս եւ հայ-ադրբեջանական խումբ է ստեղծվում, ովքեր որ այդ տարածքները գիտեն, մենք էլ շատ գիտենք որտեղ են իրանց օֆիցերներն ու զինվորները թաղված, իրանք տեղը չեն կարող գտնեն։ Էթանք մանգանք բոլորին գտնենք, իրանցն էլ մերն էլ, քանի որ բոլոր այն զինվորը, այն մարտիկը, ով որ ընկել է մարտի դաշտում, այս ամենակարևոր բանն է, մի հատ ուշադիր եղեք։ Ինքը գոնե արժանի է նրան, կապ չունի թշնամու մարտիկն է, զինվորն է, թե քո զինվորն է։ Բոլոր զինվորները, ովքեր մարտի դաշտում ընկել են, իրանք արժանի են գոնե նրան, որ իրանց աճույնը հանձնվի իրանց ընտանիքին եւ հողարկավորվի իր ընտանիքի հավատքի եւ սովորություններին համապատասխան։ Այս հարցը, այս ամենակարևոր հարցը լուծած չի դեռ այս 5 տարի է անցել։ Իսկ դուք ասում եք, մենք գնում ենք խաղաղություն։ Էնի ասում է Ալիևանդից տնային աշխատանք եմ տվել, թող կատարի, ստեյցել Փաշինյանը տնային աշխատանքը կատարելով գնում է խելոք։ Մինչև ուր ենք գնալու։ Այս հարցը պետք է լուծենք, չի լինի ժողովուրդ ջան, ղեկավարներ, սենց չի լինի, սենց կզելով դուք տանելու եք նույն 15 թիվը սարքեք։ Լավ, գոնե մարդկանց մի համոզեք, ասեք, всё վերջ 100%-անոց սենց բան եք համարյա մարդկանց մի։ Ում այդ նիկոլականների հետ խոսում ասում է մի էլ ստից բան խոսա, всё էլ պետք չի։ Ասում եմ, ասենք Մարտունիում ասում եմ, հեսա բարեկամներին, ձեր գյուղը դառնալու է սահմանամերձ կարող է, հնարավոր է, չմիր քնից ելնեք, տենակ թուրքը եկել է, բայց մի հատ զենք չունենաք, որ պաշտպանվեք, ասում են մեզ զենք պետք չի, պատերազմ չի լինելու, մեր վրա չեն արձակվելու, Փաշինյանն ասե։ Փոխանակ կոչեր արվի, թեկուզ ղեկավարների ինչ որ մի միջոցներ ձեռնարկվի, որ այդ բոլոր այդ ամբողջ տարածքները բոլոր բնակչությունը զինված լինի, ոչ միայն զինված, հոգով, ֆիզիկապես պատրաստ լինեն, բոլորը Երևանը մի կապ չունի։ Թող այդ պատերազմը չլինի, հարձակումը չլինի, բայց պատրաստ լինենք։ Եթե պատրաստ լինենք, ավելի է հավանականությունը կչանում, որ կլինի այդ պատերազմը։ Գիտելիքներով, մարդիկ ոչ մի բան չգիտեն, 20 թվի պես գնացին շատերը գիտելիքի չիմանալու պատճառով գերի ինգան, եսիմ զոհվեցին։ Այս շատերը, օրինակ խորհուրդ կտամ նիկոլականներին հիմնականը, շատերին գիտեմ, որ այս միամսյա հավաքներից խուսափում են։ Անենց արեք մարդիկ չխուսափեն։ Կան, այդ օրենքն եք խստացնելով չի, կոչեր արեք, բացատրեք մարդկանց, որ ընդամենը մի ամիս է եկեք գոնե մի հատ վեր հիշեք, հասարակ, որ մարդը գոնե մի փոքր գիտելիքը ունենա։ Ոչ եմ ժողովուրդ, տեսի էսենց այս զինաթափվելն ու այս թուլանալը հաստատ լավ բանի չի բերելու։ Աստված մեր հետ, լավ լինենք բոլորս։